Պատմվածքը։ Պատմի, էսի։ Ուրեմն Հա։ այդ Չէ, լավ է։ Հետո գիշեր։ պատրաստը սկսվեց ոչ տրակտոր կար ոչ տան։ Ջահելներին տարան բանակ, մեղրում 300 տարան։ Ընտրեցին ամենալավ ձերը տարան։ Մեր գյուղը Փաստորեն այդքան ձի կար։ հա? Այդքան ձի կար, որ տարան։ Ասեն հարուստ գյուղեր Հա։ 300 ձեր տարան։ Հետևաբար մնում էր եզը և մարդը։ Դրա համար Համոսահյանը մի հատ բանաստեղծություն ունի Եզու ջան, Հա։ Վերջը, ուրեմն այդտեղա մինչև 5-րդ դասարան, գնում էի գութան։ 5-րդ դասարանից արդեն առաջ քաշեցին, սայլապան էի։ Արդեն այդ խոտը սայլերով պետք է բերեին գյուղ, հետո հասկը, ծորեմը, գարին, պետք է բերեին դիմացի ինչ էին տալի։ Հա? Դիմացի ինչ էին տալի։ Դա աշխոր էին տալիս, հետո աշխորի դիմաց, ամենը չել տալիս էին, ծորեն, կամպանիր, կարակ։ Չէ, մենք լավ ենք պատրել այդպես, մեր գյուղը սով չի եղել։ Մեր գյուղում սով չի եղել։ Գյուղում նախագահ սոցիալիստական աշխատանք հերոս եղավ, քանի հոգի լեն իշխան նշանակիր։ Այս բանի երագնացորի ժողովուրդը սովից կոտորվում էր։ Մեր այդ Սիսյանի մի քանի գյուղերը չլնեին, դրանց կեսել կմեռնեին։ Բայց ինչի պապ, անտեղ իրանց մոտ բնությունն է բան տենց։ Ինչ բնությունը։ Նպաստանը։ Դե չկար, ասում եմ ես, նա չեմ վերլուծել ինչու։ Գիտեմ մի բան, որ այն ջահելներին տարել էին բանակ, մնացել էին տարիքով մարդիկ ու կանայք։ Դրանք շալակով խաղող էին դերում կամ էշերը ողոր էշուներ, բերում են ծորեն ետ փոխում տանում։ Իրանց մոտ ծորեն չկար, խաղող էր։ Չկար, մենք մի սենյակ էր, 3 սենյակ ունենք, մեկը 4 տեղաշորով, կրավաթով, հատկացրել ենք դրանք, գալիս էին, մնում էին, վերակրում էին, դրանք մեր այդ գյուղերը որ չլներ, դրանք կոտորվում էին, և ոչ միայն մեր տունը, բոլորներ այդպես էին, լավ էին վերաբերվում, ես շատ դրանց խաղող ընտիր խաղող էր մալիշկայի երագնացորի, շատ խաղող եմ կերել, շատ էի սիրում։ Սև խաղող, արեն։ Ոչն, էդ էր, Կուզես մի քիչ էդ թայ բերեմ, պապ։ չէ, ուրեմն աշխատել նեղելա, բան, հոտաղ, գութանա, ասինքը, Առաջի դասարանից։ առաջը երկրորդ, երրորդ, չորրորդ, նոր 5-ը, 6-ը, 7-ը, սայլապան, Պավուշի։ հա, հավիշենդի։ Արդեն չորրորդ դասարանից, հենց որ դասերը վերջացավ, ես այդ վաղ պատերազմի տարիներին, այդ պատերազմական թեմաներով ես եմ վաղ նկարում էի նայել, երկրորդ դասարանից նկարում էի։ Գանձին եղել է, էլի։ Հա, մեր դպրոցի պատերը իմ նկարներով էր։ Հետո եկավ Հայաստանի Հանրապետություն թերթի համակարգեր սովետական Հայաստան նկարիչ եկավ, նայեց մեկենից կանչեցին դիրեկտորի մոտ, վերջը դա խորհուրդ տվեց, որ բան անեմ, գնամ նկարչական ուսումնարան, անունը Պետրոս էր, նա նամակ գրեց, երաշխավորեց էլի, հետո ասես մի գլուխ լավ պանիր կվերցնես, 10 լաղար, իմ կողմից կտաս
Մենասյանն իր անկերն էր, ուսմասվարը։ Տարա տվեցին մի գլուխ բաներով, դասատ լավաշը, ընդունվեցին ընդեղ ինչ-որ կոնկուրս բանկար։ Վերջնդեղ 2 տարի նկարեցի, գերազանց էի ստանում, դե մնացած առարկաներ ես լավ է սովորում, գերազանցիկ էի։ Մենակ ես էի մաթեմատիկական առարկաներից գերազանց ստանում։ Վերջը, բայց հասանք 3-րդ կուրս, որ պետք է ավարտենք, Աշունը դարձրին 5 տարի։ Ուրեմն 5 տարի էլ ընդեղ մենակ մնացել էին, իսկ որդեգրած այդ 2 նանաները առարկանայք։ Ոչ աշխատում են, ոչ բան, ընդեղ էլ թոշակել չկար։ Մեկ էլ բաներ էին անում, ինչ-որ վելա են գնում։ Վերջը, որ 5 տարի դարձրին, ասի ես արդեն պետք է թողնեմ, նորից 3 տարի էլ հլա, նորից 5 տարի էլ ինստիտուտ, բայց ով դետերություն անի, ինչ պետք է աշխատեմ։ Հետո մի հատ մաթեմատիկայի դասատու կար, Երևանում, որ ես առաջին տարին ապրում էի, այս Սվերլովում էլ հարևանն էինք, Ազատյաններ, որ այդ պատմությունն իմացավ, իրար հետ խոսում ենք, ինքը միշտ հարց փորձեր անում, ասեց, այդոլամ ասեց, նկարիչների 10%-ն է փող աշխատում։ Քո այդ վիճակում արի ես քեզ խորհուրդ տամ, գնա դու խելոք տղա ես, միջնակարգ ավարտի, գնա ճարտարապետական պոլիտեխնիկ բան։ Վերջ այդ ձևով էլի արդեն ես դուրս եկա։ Գնացի Կայարանի միջնակարգ դպրոցը, ավարտեցի։ Էր այնպես ստացվեց, որ համալսարան ընդունեցի։ Այն մի հատ պատմություն էր, պատմում, կինո Մոսկվայում մեկը նկարչություն էր սովորացնում, ասում էր մի անգամ եկա կինը կատ տվեց, բան։ Ինչ? Ասում ես մի անգամ եկանք, բան, ցուրտ էր, անձրևի տակ էինք, բան, մրսել էինք, կինը ասում է, ռուսկին էր, ինչ էր ասում, բերես կատ տվեց։ Չես հիշում, դու էր պատմում։ Հետո էլ ասում ես, չգիտեմ, քանի տարի հետո հանդիպել եք։ Հետո ինչ պատմություն է։ Հիմա կասեմ։ Դյաց գրիշպա, որ ասում եք թոշակ չեն ստանում, ինձ հետաքրքիր է թոշակ ուղղակի իրանք չեն ստանում, թե պետականորեն ժամանակ թոշակ չի։ Գյուղացիները չէին տալիս։ Գյուղացիներին չէին տալիս, հա։ Այնվաղ չէին տալիս։ Պասպորտ չունեն գյուղացիները։ Պասպորտ էլ չէին տալի, թոշակ էլ չէին տալի։ Դա որ տալի։ թվերին է եղել։ Մինչև 60 թիվը տենց է եղել էլի։ Այդ աշխարհին շատ են էլի մեր գյուղը։ Լավ դերքեր բաներ տալիս։ Ծուրեն բան, բաներ, բերում ծախում, բաններ չելի։ Այդ կաթի պատմությունը ուրիշ է, ասեմ։ Ամի ես մտածել էի, որ պոլիտեխնիկ պետք է գնամ։ Հերձերս տվեցի, քննությունների մասնակցեցի, քանի 5 քննություններ։ Մաթեմատիկան տվեցի, հայոց լեզուն բան, վերջ նորմալ, հասա բանին։ Մնում էր նկարչությունը և ֆիզիկան։ Ֆիզիկան ես 9 չէի սովորել։ Մի հատ տղայի հետ, էլի կուրսից էլի, ինքը շատ լավ մանրանկարչություն գիտեր։ Վերջը մի հատ դպրոցի կնիքը ինքը նկարեց։ Այդ նկարած կնիքով են գնացել ընդունել։ 10-րդ դասարան, Կայարանի։ Բայց ինքը չեկավ էլ,
Թշմանես գնաց նորից հետ ուսումնարան, ես ավարտեցի դպրոցը, բայց ֆիզիկան ես գնացի մի անգամից 10-րդ, 9 չեմ սովորել, դրա համար 9-ի ֆիզիկան էլեկտրականություն, ես չգիտեի, հիմա նկարչության դասը, դա 48 թիվներ, նկարչության քննություններին հսկոպան չկար, մի մեծ լսարան էր, երևի մի 50 հոգի նստած, գիպսի գլուխեր Վեներայի, տեխնիկում ես արդեն 2.5 տարի սովորել էի, մի քանի անգամ նկարել էինք, 4 ժամ էին տվել, 2 ժամում ես ավարտեցի, մեկ էլ 2 տղա մոտեցան, Յուզգար էին ասում, ասին Յուզգար ջան, դու ավարտել ես, ասի հա, ասեցին մենք մեդալակիր ենք, բայց նկարել չգիտենք, մի հատ 3 հապետք, մի հատ մեր կոնտուրները, արա մնացածը մենք մի քիչ բան կանենք, դուսս տվեր կանենք, մատիտով, ասեցին դու ինչ ունես, ասի ես ֆիզիկա, ասի ֆիզիկան ես էլեկտրականություն չգիտեմ, ասի մենք կգանք կգտնենք դրանք ասին, եկան, իրենք այդ պատասխանը գրեցին, բայց այդ նախագահը կին էր, ընկեր Շուշիկը, չեմ մոռանում, նկատեց, վերցրեց, բացեց, վերջի, արդեց իմ հարցնալ, էլ ուրիշ հարց չթեղեց պատասխանեն, մենակ էլեկտրականությունից տեսել չգիտեմ, երկու դրեց, բացեց տեսավ, նկարչությունս գերազանց, գծագրությունս գերազանց, նրանք էլ լավ, ասաց ոչինչ եկող տարի կգաս, ես գնդեղ ճարտարապետություն ամեն տարի չկա, 3 տարի մեկ էր, Ոտենց ես ճարտարապետ չդարձա, եկա վերջը տնտեսագետ դարձա, բայց հետո մի տարին որ կար, մեր գյուղից այդ Մարտինը, Արտեն Կարլիչը, որ հետո հանքի նախագահ դարձա, էլի մի տարին ձանից մեծեր ինքը, ասեց, Աբովյանուն տեսա, ակարժյոնը ձեռը գնում էր, ես էլ ակարժյոն ունեի, դեմ վաղ որ ծորենը թանկ էր, մի պար ծորենը մի հատ գերմանական ակարժյոն էին առել, վերջս հտես զծվացնում էի, նա գիտեր, մենակ ասետուրած գնում արդեն, ասեց, պարապում են, շուրայի մոտ, գնա Մոսկվայի, ջազի, ղեկավարը, ակարդյոն էր մասնավոր պարապում, ապրում էր բանում, Բերյան փողոցի վրա, բերրայց մի քիչ վերև, թուրքի տուն էր, կիսապարզված, մեծ տուն էր, աշուն էր, ցրտոտ տուներ էլի, դակասնում էին վառարանով, այդ ակեր պատմություն է, հիմա ասեմ, ինքը դա շատ լավ մասնագետ էր, մեզ այդ պարապում էր դոկաներով, ոչ թե խալտուրա էր անում, էլի, Քանի տարեկան էիք այդ ժամանակ, քանի տարեկան էիք, ես, այդ ժամանակ, այդ ժամանակ, քանի կլնեի ես, այդ ժամանակ ասեմ ես, 17 երևի, 17, որ ես 29 թվից ծնված եմ, այդ ժամանակ դա 58 թիվներ, դա 58-ից անի 29,
Ինչքան։ 19-ը։ Այդքան էի։ Հա։ Վերջը տեղնի 3 ամիս պարապեցի, այդ կինն այդ Սամվելյան Լյուզյան էր, թապերագետ էր, նոր էին ամուսնացել, դա պետական քննությունների էր նախապատրաստվում, ցուրտ էր, տեղաշորի մեջ մտած, տես պարապում էր էլի, Եվ որ շուրայ մեկ կանչում էին, գործոս դուրս են, մեզ խնդրում էր, որ վարարանը վարենք, փետ տնենք, վերջը, այնպես պատայես, որ ես պրորեկտոր էի, ամյոնի վարություն ընտրություն պտի անեինք, վերջը այդ շուրան արդեն, այդ կինը դոկտոր պրոֆեսոր էր, թապերագիտության ու տարլեզուների խելոք կիներ շատ գեղեցիկ։ Ռեկտորը Սերգեյ Համբարձումյանն ասեց Գրիգոր Ալեքսանդրովիչ, դու ծանոթացի իրա գործերին, ինձ զեկուցի հետո ընթացանք։ Ասի Սերգեյ ասաց, ես շատ լավ ծանոթ եմ, դու զոնի կվնային, ես այդ կինը զարմացած նայեց, ասի, ինչ եք զարմացած նայի մասի, ես ձեզ տեղաշորի մեջ կալթ եմ տվել, այմա թերս ես չասի, այդ ռեկտորը, բասրացան, ծիծաղումը, այդ նայած շշմած նայմը, ասի, դու 48 թվին ասի չէիք ապրում օպերայի հետևը, հա, ես ական տուներ, ձմերը վարարն եք վարում, հա, ինչքան ասում եմ ավելի զարմանում, ասի, այդ ժամանակ ես ձեր ամուսնում հետ ակարդիոն էի սովորում, դրասի նոր տեղը բերեց, ասի ակարդիոն էի սովորում, մեկ օրին զբաղված էր լինում, կանչում էին կինո Մոսկվա, այդ վաղտ վարարանում հայտ էին դրել մի անգամ էլ ես կաթ եմ տվել ձեզ տեղաշորի մեջ, Սերգեյ Ալեքսանդրովիչի վերեն էլ շատ համբեր էր ծիծաղեց, ասեց լավ, ասեց մենակ, ես ասեմ մենակ մի պայմանով, Սերգեյ ասանչ տաղանդավոր կինը, մենակ գիտայի որ դա ուսանողներին թատերականում, մեկ տանում էր բաները, ես ռեստորանները չէ, կաֆեները տանում ընդեղ, սեմինարներ ընդեղ են անում, տնավար ասում են համասարանում, ասիտ արգելված, կաֆեներում սեմինար չանեք, մնացած ամենիշ լավ է,